Put the gun down. Քաշի։ Hands up. Ձեռքդ վերև։ Hands up Դաղ slowly. վերև բարձրացրու։ Rally! Look at me, Rally. Ուշադիր ինձ նայի։ Հիշեցիր։ Do you remember me, Rally? Հիշեցիր դու ինձ։ Huh? Չէ։ Շատ շուտ մոռացար սյունից գանվածին։ No? Չհիշեցիր։ Չէ։ It's okay. Ոչինչ։ It's Պարտադիր չի որ հիշես։ You don't Իմ նման ենքանն են անցել ձեռքիդ տակով։ just answer me. Ուղղակի պատասխանի։ Where is the Ուրա Hassan? Հասան Բեգզադիևը։ Where is the Hassan Begzadiev? You'll not. Չգիտեմ։ Ոչինչ։ It's not my fault. Առաջին անգամը չի։ Կգտնենք։ I find Գտնենք Հասանին։ Let me go. Ես please. կապ չունեմ, Let me ինչ go. եք ուզում իզնից։ Come on. Հիմա, You're free to go. հիմա բաց կթողնեմ։ Just say hello. Ուղղակի մի to խնդրանք, Դովլաթովին կբարևես։ In the hell. Դժոխքում։ Let me go. Նարիսայա։ Ինչ ես կարացել, ինքնա։ Հինգ օրից հետո կլինի այստեղ Փարիզում։ Նավթի բիզնեսով ազբաղվում։ Այստեղից բիզնես առաջարկ ստացել։ Այդ բիզնես առաջարկը դուք եք արել։ Ես կամ իմ ծանոթներ ինչ տարբերություն։ Կարևոր է 5 օրից հետո ստեղ կլինի։ Ինձ լսիր։ Աստված այս գործն էլ հաջող կանենք ու վերջ։ Պետք է կանգ առնել։ Ինչ նշանակում կանգ առնել։ Այն է նշանակում, որ պետք է կանգ առնել։ Ես ամեն ինչի վերջը չեմ տեսնում։ Ատելությունը վերջ չունի։ Աբրահամ Մարտիչ։ Ես ինձ հիմա ավելի բավարարված չեմ զգում, քան այն ժամանակ, երբ որ բանտում գերի էի։ Բանը նրանում է, որ դու երբեք քեզ բավարարված չես կա։ Հասանն էլ ու վերջ։ Երեք սահմանին էլի կրակոցներ են լսվել, զոհեր կան։ Ուրեմն առավել ևս, այս ամենին վերջ չի կարա լինի։ Ամեն ինչին վերջ պիտի լինի։ Կողմերից մեկը դա պետք է հասկանա։ Բայց մենք կողմերից մեկը չենք։ Մեր կռիվը անձնական կռիվ։ Ես վախենում եմ, որ դա շատ շուտով կդադարի անձնական լինել։ Չգիտեմ առանց դες թե ձեզ հետ ես այս գործը կվերջացնեմ։
Բարև։ Բարի օր։ Ինչ-որ բան կխմես։ Չէ, շնորհակալություն։ Okay։ Ես քո տեղը 300,000-ը ձեռքս Փարիզում չէի մարգա։ Էն էլ էս թաղերում։ Իսկ ումից պետք է վախենամ։ Մեկը ոնց էլ պատտվի, էլի ձեր ձեռն է ընկնելու։ Ասենք ճիշտ ես։ Մենակ թե մի փոքր ճշտում, ոչ թե 300, այլ 150։ Մենք տենց չենք պայմանավորվել։ Տղերքը տենց գործ չեն անում։ 150-ը հիմա, 150-ը գործ անելուց հետո։ Չստացվեց ախպերս։ Դու ինձ ոչ քո անունն ես ասել, ոչ հասցեն։ Ես ինչ իմանամ, ինչ լպրծում տիպես։ Հետո ով է հետևիցդ ընկնողը։ Բա ես ինչ իմանամ։ Հետո ով է քո հետևից ընկնելու, հա։ Նկարը։ Հասան Բեգզադիև։ Երեք եկել, անենց որ ժամանակ շատ չունենք։ Հանգիստ եղի, մեր ձեռից չի պրծնի։ Ումի պայման էր։ Ես պետքա տեսնեմ իրան կենթանի։ Օհո։ Այդ արդեն չեղավ, այդ հավելյալ 50,000-ա։ Կստանաս։ Վերջում։ Մնացած 150-ի հետ։ Okay։ Ու են ասածս էլ, որ իբր թե հետևից հետ ընկնող չկա, լուրջ չընդունես։ Դու էլ։ Передайте письмо. Ари. Ари. Գնանք մի քիչ հաց կտենք։ Դու ասած ես։ Երախ պարոն Աբրահամ։ Գնա։ Արի։ Սոհեդ ոնց ես։ Եղած մի բան չի։ Ինչ է, ծարավը չի անցնում։ Ծարավս որ անցնի, իրենց թե չես տենա։ Ռաֆ, ես հյուրեր ունեմ Հայաստանից։ Ճիշտ ես անում, որ հարցեր չես տալիս ինձ։ Սոխարեցիր։ Հա։ Դե դուրս տեղ։ Հնա, բեր ինչ կայես գիշերվա կեսում։ Տխի տոգա։ Արաբել ախպոր պես ասելի կտասա գնամ քնեմ ապեր հոգնեցը։ Եվ դժվար է մեր թխուսը։ Հնա, բեր։ Գնում ենք Փարիզ։ Սկզբի համար ված չէր։ Ուրիշ։ Այդքան բան, 2 օրով գնում ենք շուտ գանք։ Վիզա ունես։ Ապեր վիզա ունեմ, ժամանակ չունեմ։ Գրիկ 2 օրով ենք գնում։ Շաբաթ իրիկում պոկեր ենք խաղում, փակ կլուբա։ Հավել փողոդաֆոնում։ Ու նալիս ենք։ Ապեր բա փակ կլուբա ոնց ես մտնելու։ Այդ իմ խնդիրն է։ Հա։ Լավ։ Տալիս ես։ Ապեր հերը տնդ է, գիտես։ Հերս ինչ կապ ունի։ Դե զոնասում ուրիշ ժամանակ չգտար, որ
Հերիտնდა դու գնում ես պոկեր խաղաս։ Գրիկ ինչ կապ ունի, պարտադիր է հերս իմանա, որ մենք գնացել ենք, մենք գնում ենք տակոն խաղում ենք, ու հետ են գալու հերսը ոչ մի չի իմանում։ Շո, հարցես։ Ապրես պրոբլեմ չունեմ։ Մենք շո։ Մենք կաման։ Ուրեմն առավոտը аэропորտ։ Ես ինտերնետով տոնցերը արդեն օքեյ եմ արել։ Եղավ, ապեր։ Արես Էդմոնը չի։ Էդմոն։ Ես փախել ես ապեր։ Չէ, քո ասածին հավատում ես գրի։ Փախել եմ ու սենց արխային տուն եմ եկել։ Ոտուս կեն թողել։ Արգալուս։ Բարը։ Սամավորկա։ Աբե։ Թե բանակից մենակ սամավորկա են գալիս։ Ոտուս կեն թողել։ Նա այն հերը որ դու ունես։ Հետո իմ իմացած միակ դեպուտատի տղան ես որ սահմանի վրա ես ծառան։ Հալալա։ Ապեր մեկ էլի ես։ Մոռանում ես։ Քո վախտով պապաները դեպուտատ չէր, ինձ վրա abելը ճիշտ է։ Ես միակն եմ։ Բախի սենց հանգարցակի։ Դե ասի մամային սյուրպրիզ անեմ։ Ես անա ինչ սյուրպրիզ ես անում ապեր։ Հենց մտնում ես ներս ինֆարկտը խփում է։ Չի հանգիստ։ Գալիս ես չէ ապեր։ Չէ գրիկ լուգնա, գամ ինչ անեմ։ Մեր պայմանը ուժի մեջ է, չէ։ Արա դե ախպերս նոր եկել։ Այդում քանի օրով ես եկել։ 12 օրով abel։ 12 օր, 2 օր գնում ենք ու գալիս ենք, վсё։ Ուր է գնում որ։ Լավ տեղ, բայց ափսոս դու հələ չես կարողացել մեր հետ։ Մեր պայմանը ուժի մեջ է։ Լավ, դե ապեր տենամ ինչ անում կզանգեմ։ Տենայի, ազգիս, հույս, հավատ, սերը դու ես։ Լավ եմ։ Давай abel։ Վատնացի քնացան։ Դե քնած են, բայց կզարթնացնենք։ Մա հետ ուր է գնում որ։ Փալես ապեր։ Բայց տնեցին ոչ մի բան չասես։ Երանի քեզ։ Ոչինչ, ցավ կանեմ, դիմացի մի տարի մնաց։ Գրիկ։ Հլմի րոպե։ Սամավորկա ես եկել լակոտ։ Պապա, չեք սաղատ կպես սամավորկա, հա սամավորկա։ Ոտուս կեն թողել։ Չէ։ Կորգի տղամարդու սպատը եկել է, տարա բան ունեմ ասելու քեզ։ Ջան։ Yo եմ որ գոյս պապ ջան։ Դու ասա, դու ոնց ես։ Լավ եմ, իմ զինվոր տղա ջան։ Գրիկ։ Մամ ջան։ Ալես ցավտան եմ կյանքս Էդմոնս։ Մամ ջան, լավ մենակ դու չարցրիր, սամավորկա ես եկել։ Բա ես դες բան կասեմ։ Լավ ես արել ցավտան եմ։ Կարևորը որ եկել ես տունն ես, կյանքիդ մերն եմ Էդմոն։ Հələ մի հատ փորձել եմ։ Դե հերիքա էլի դեսպոտ։ Խեղճերը խուստավիլ գցել ես կրակի բերանը։ Դու լավ էլ արել եմ ուրիշ երեխեքից ինչով ավել։ Իշկրակի բերան։ Մոռանում ես որ պատերազմ չի։ Բայց ասում ես բալաջան։ Սուս է սուս։ Լուրերով ամեն օր եմ լսում սահմանի բերանը կրակա հակրակ։ Գիշերները քունու դադար չունեմ, ախր չի էլ թողում որ գամ մոտդ գոնե մեկ տեսնե։ Մամ ջան, հանգիստ եղի, ոչ մի բան էլ չկա, ոչ մի կրակոց չկա։ Մենակ են ասա դու ինչ կա ուտել, սոպած մեռնում եմ։ Ախ, բալես, կորոնամիս ես ոնց ես մի Արի գնանք խոհանոց քեզ կերակրեմ, մեռնեմ կյանքիդ։ Եղավ գրիկ, լավ կսպասեմ։ Կարող եմ իմանամ էդ ուր ես գնում Աբել։ Ամ դու քնած ես։ Դու իմ հարցին հարցով մի պատասխանի, ինձ ասա, ուր էիր պատրաստվում գնայիր։ Ամս 17 տարեկան չեմ որ ամեն քալի համար քեզ տեղակ պայեմ։ Փարիզ եմ գնում։ Հորդ մոտ։ Երես ինչ կապ ունի։ Ես ու գրիկը 2 օրով գնում ենք Փարիզ, պրոստը տակ, աննպատակ։ Ես չեմ ասում մի գնա, Աբել։ Ուղղակի մորդ տեղյակ պահի։ Տեղակ պայեմ որ դու մի անգամ զանգես պապային տեղակ պայես, դե ցսանելու չէ։ Իսկ ինչի՞ չէ։ Լավ մամ, всё, հավես չունեմ խոսալու։ Անիմաստ է քեզ ինչ-որ բան բացատրել, առավել եւս համոզել։ Ես գնում եմ քնելու, всё, բրճակ։ Լավ, ես կհավաքեմ քո ճամպրուկդ։ Ամ ջան, ինչ ճամպրուկ։ 2 օրով եմ գնում։
Ծանոթացիր իմ ընկերն է, Ռաֆայելը, Նինայի հայրն է, Սետրակը, նրա մասին քեզ շատ եմ պատմել։ Ռաֆայել Սեթյան։ Ուրախ Ես նույնպես։ Սետրակը բժիշկ է, վերապուշ։ Նետ հիմա այնքան էլ այդպես չի։ Ես երկար ժամանակա պրակտիկայով չեմ զբաղվում։ Իսկ ինչով եք զբաղվում։ Մի քանի կլինիկա ունեմ։ Հայաստանում, Ռուսաստանում։ Կեսն էլ ստեղ Փարիզում։ Իմ կլինիկաներից մեկի ակցիաների կեսը Իրանն է։ Հա։ Այդ է ինչ։ Այսօր դուք եք Նինայի հայրը։ Հա։ Եղեցկուհի աղջիկ ունեք։ Ես գիտեմ։ Իսկ դուք ինչով եք զբաղվում։ Ես ճամփորդում եմ։ Հետաքրքիր մասնագիտություն է։ Իսկ Հայաստանում երբեք վերջին անգամ ճամփորդել։ Վաղուց։ Մոտ 20 տարի առաջ։ Ու որտեղ եք ծնվել։ Հայաստան։ Փաստորեն գործներդ լավ է, որ առանձնապես մեր հայրենիքը չեք կարոտում։ Այդ ձեզ չի խեղդում։ Հայաստանում ես մենակ մի բան ունեմ կարոտելուն, բայց այդ բանն էլ խիստ պայմանական է մեծ որ։ Լավ, մնացածն էլ ճաշի ժամանակ։ Արի։ Արի, գնաց։ Ես մի հատ զանգ ունեմ, կանեմ գամ, լավ։ Տեսար չճանաչեց։ Համոզված ես, որ ուզում ես ստանել։ Հա։ Վստահ եմ։ Ինչքան մնաց Էրիկա։ Բարի իրան հարցնենք։ Ուզում ա գա թե չէ։ Իմասին է գնում խոսքը։ Կումասին։ Կումասին է գնում։ Եկել եք ստանում Երևան։ Ինչքան մնացի բավական է։ Իսկ այդ համալսարան ընդդել էլ կարաս ավարտես։ Ոնց, այսինքն։ Պապ, բայց ինձ հարցրել եք։ Պապ, ախր ես չեմ ուզում։ Այդ մասին հետո խոսանք, լավ։ Ոնց հետո։ Պապ, ախր ոնց հետո։ Ես Հայաստան չեմ գա ու վերջ։ Ինձ Ֆրանսիայում շատ է դուր գալիս։ Սով տենց է, չէ ախր։ Հաստատ։ Մեր երկուսի համար էլ էստեղ լավ է։ Եվ հետո չգիտեմ, որ Նինան գնաց Հայաստան, ես ստեղ ինչ եմ անելու մենակ։ Նինա։ Ինչ Նինա, պապ, ինչ Նինա։ Մամայի գաղափարներ հաստատ դա, հա։ Ինչի ինքը հետը չեկավ։ Ինչից որոշեցի, որ մամայի գաղափարն է։ Քեզ համար ինչ տարբերություն։ Ես եկել եմ, քեզ կտանեմ, իրան կտեսնես ընդեր։ Պապ, լավ էլի։ Ես Հայաստան չեմ գալիս ու վերջ։ Լավ։ Այդ մասին հետո կխոսենք։ Հետո։ Ճիշտ է, հետո։ Այս Ռաֆին ինչ եղավ է։ Բարի գալուստ, երեխեք ջան, բարի գալուստ, բարի գալուստ։ Ինձ կներեք։ Դուք էլ լավ, արի, այդ տղա։ Արի, նստի։ Դե բարի գալուստ։ Չասացիք ինչով եք զբաղվում։ Մենակ թե նորից չասեք, որ ճանապարհորդելը ձեր մասնագիտությունն է։ Ինչի՞։ Ինչ որ անհնար բան կա դրա մեջ։ Չէ, անհավանական չի։ Այսինքն անհավանական կլիներ, եթե դուք հայ չլինեիք։ Ես կյանքումս դեռ տենց մի հայ չեմ տեսել, որի բախտը կամ բերած լինի։ Դե ուրեմն ես առաջինն եմ, իմ բախտը բերել է։ Էլի առանձնապես չհավատացի, բայց լավ, չեք ուզում մի ասեք։ Արեք թեման փոխ։ Ես գործնական առաջարկ ունեմ, ճաշից հետո կխոսենք։ Хорошо։
Դե ասեք տեսնեմ, ինչով եք ստեղ զբաղված։ Ինչ էլ որ անում ենք, Հայաստանում հաստատ չենք անի, բա։ Նենց որ լավ էլի, դրա մասին էլ չխոսանք էլի։ Տեսը։ Դե ինչով եք ստեղ զբաղված, որ Հայաստանում հնարավոր չի։ Դե երևի իրեն նախապաշարմունքներից ազատ է զգում ստեղ։ Արում է, թենիս է խաղում, չգիտեմ էլ ինչ։ Եվ հետո ինչ եք ինձ հարցնում։ Հարցրեք Նինայից։ Նինա ինչով ես ստեղ զբաղվում, որ չէիր կարող անել Հայաստանում։ Ինչ էլ որ անում եմ, հաճույքով եմ անում կարևորը։ Ու հետո մամայի կոնտրոլից եմ ստեղ հեռու։ Աբրամ Մարկիչին ինձ կներեք, ես պետք է գնամ։ Դե բարի գիշեր բոլորիդ, բարի գիշեր։ Դարի հրաժեշտ տամ քեզ, կարող է չտեսնենք։ Չէ, ոչինչ հրաժեշտ տվեք։ Եթե իհարկե Աբրամ Մարկիչը դեմ չի, ես այստեղ կմնամ։ Դե լավ, բարի գիշեր բոլորիդ։ Ես քեզ կուղեկցեմ։ Զարմացած ես։ Իսկ ինչի չէիք ասում, որ Նինան Սեթրակի աղջիկն է։ Ինչ նշանակություն։ Ու չասեցիք էլ, որ Սեթրակն է գալվել սր։ Ուզում եի տեսնել, թե դու ինչպես ես քեզ թերապետելու։ Եվ ինչ։ Ված չես թերապետում։ Մենակ մի ցույց տուր, որ անտարբեր ես։ Ես չեմ ձեզ ասում, ես իսկապես անտարբեր եմ։ Ու դուք գիտեք դա։ Բայց չէ՞ որ Սեթրակը քո ընկերն է եղել։ Կարծեմ սև կատու ձեր մեջ չի վասել։ Չէ։ Ես ուղղակի ջնջել եմ ինձ համար իմ անցյալը, իսկ Սեթրակը այդ իմ անցյալի մի մասն է։ Եթե Սեթրակը քեզ չճանաչեց, դու լրիվ ազատ մարդ ես։ Ինչքան ամեն օր Սեթրակը։ Մի 3 օր, ինչու ես հարցնում։ Այս Հասանի գործն էլ անենք, հետո կխոսանք այդ մասին։ Արժի Սեթրակի ներկայացան։ Ռաֆ, իմ ասածը կատակ չի։ Իրոք, Հասանի գործից հետո ես ուզում եմ վերջացնել այդ գործը։ Իսկ ես չէ։ Դա քո գործն է։ Բայց խորհուրդ չեմ տա։ Աբրահամ Մարկիչ։ Վերջ։ Կարելի Աբրահամ Մարկիչ։ Հա, արի։ Ոչ խանգարեցին։ Չէ, չխանգարեցիր, արի։ Աբրահամ Մարկիչ, ես գնում եմ Նինայի հետ։ Աբելն է եկել, ընկերոջ հետ։ Աբելին չի եկել։ Աբելին է կասել ինչ է եկել։ Ինչ ուզում անում է։ Իսկ ինչու չի գալի այստեղ։ Իրան որ մնար, ինձ էլ զանգ չէր տա, կրոջն էլ չէր տնա։ Լիդիան զանգեց ասեց, որ եկել է։ Բառատիկ եդ է։ Ամեն դեպս հրավիրի, թող գա։ Եղավ։ Գնացես։ Գնացին Գրիգ։
Ապեր կարաս պապային ասես, որ մենք եկել ենք Փարիզ։ Լավ է թե ճիշտ ինչ ես անում։ Պապ, իսկապես Աբելն ինքն է ուզել ինձ տեսնի, թե դու ես համոզել։ Ինքն է ուզել տեսնել։ Ինչ խաբելու բան ունեմ։ Հենց եկավ, ասեց ուզում եմ գրոջս տեսնեմ։ Հեչ հավատս չի գալիս։ Եթե իհարկե իմ բացակայության ընթացքում գլխի վայր շուրջ չի եկել։ Չէ, գլխի վայր շուրջ չի եկել, իր անից չի։ Իսկապես ինքն է ուզում։ Հետո երեկոն մի փչացրում։ Ես օքեյ չեմ խաբում։ Լավ Աբել, հեչ բացարձակ ոչ մի ախպերական զգացում չունես արա քրոջդ հանդեպ։ Շատ գիտեմ ունեմ թե չունեմ։ Եթե ունեմ էլ գտե տնից խորքերում է որ այդ քրոջ ու իր մոր հանդեպ այնքան մեծ ավիրավորանքի զգացում է որ նշում անցագրիկ։ Վերջին անգամ երեխա էր որ տեսա։ Քանի տարեկան է հիմա։ 17 18 ոնց որ թե։ Այն այկան։ Բարև, տղա ջան։ Բարև, պապ ջան։ Привет։ Привет։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող եմ մի ադել քրոջը տամփուրել։ Դե որ ասում ես։ Կարող եմ։ Ладно. Նստենք։ Նորմալ տեղավորվել եք։ Մեզ ինչ ա եղել, պապ ջան։ Քրիգին հիշում ես։ Ձաձաբոյի տղան։ Այո, Ջաջաբոյի տղան։ Փոքր ժամանակ հաճախ էիր գալիս մեր տուն, չես հիշում։ Գալիս էիր, ինձ բանի տեղ չէիր դնում, ես էլ խռովում էի։ Դե այն ժամանակ երեխա էր։ Հիմա արդեն երեխա չեմ։ Կարող ես հանգիստ հետս զրուցել, եթե իհարկե Աբելը դեմ չի։ Աբելը իհարկե դեմ չի։ Ինչ ուզում եք խոսացեք։ Մենակ թե Գրիգը պրիմիտիվ թեմաներով չի խոսում։ Աբել։ Ինչ կա Գրիգ։ Գոզի տեղը ամեն ինչ նորմալ է։ Իհարկե նորմալ է, Սեթրակ Վիկտորովիչ։ Եթե նորմալ չներ, ես այդտեղ չէի լինի։ Դու ինձ իզուր ատի չեմ եղել։ Քո վիկենդն է, որտեղ ուզես կետաս, Ին։ Դպրոցը ավարտեցի։ Դե ավարտեցի, պատրաստվում եմ համալսարան ընդունվեմ։ Ու մենակ Երևան։ Պապ։ Այդ քննարկվելիք չի այդ միտը։ Հեսա, ես տուննայ։ Հայաստանը ավարտե բժշկականը։ Կարող է բաց մասնագետ։ Պապ, հարցը համալսարանը չի։ Ես ուղղակի չեմ ուզում գամ Երևանում ապրեմ, հասկացի։ Ու հետո այդ դիպլոմը ստեղ ոչ մի բան է։ Այդ հարցը քննարկվելիք նյութ չի։ Երևանում վсё։ Գիտես ինչ է, աղջիկ ջան, քանի դու դեռ չես ամուսնացել, ես եմ քեզ համար պատասխանատու։ Հետո որ ամուսնանաս, դու գիտես։ Պապ, ես ճնշում աղջկան։ Ես այն լրիվ հասկանում եմ։ Երևանում ապրել նշանակում է շփվել իր մամաշայի հետ։ Իսկ այդքան էլ հեշտ բան չի։ Աբել։ Ծանր է, պապ։ Ես դրա համար չի։ Всё։ Լարեք, երկուստել։ Всё։ Աբրամ Մարկիչը ուզում է քեզ տենամ։ Այ Աբրամ Մարկիչին կուզեմ տենամ։ Կարքին մուժիկա։ Կգամ։ Մենակ մի հատ պրոբլեմ կա։ Դու մտնելուց առաջ այդ ժարգոնը թարգես նոր կետես։ Հա։ Слушаюсь. Դե ապս։
կերվալիս։ Նամա հերիքա, վայ պայթեցի։ Կերցը։ Չեմ ուզում, վայ։ Էդմոն, բալես, կենացը ցավը տանեմ։ Հերետ Սուլաբոն չերանի, եթե իր երկու տղեկին բանակ չուղարկեր, ու հենց իմեննո սահման չուղարկեր։ Մի ասա, հենց մենակ իմ տղերքն են սաղի միջի քաշված են։ Գոնե թողեր ինստիտուտ ընդունվեր, ավարտեր, հետո տաներ գցեր դուշմանին բերանա։ Տենետ, հազար եմ ասել, հենց տենում ես մեջը թվսկան հավը խոսման լրի։ Ես մենար երկու լակոտդ էլ դարնալու էին մամայի բալը կպնելու էին պոչից հետ։ Տղամարդ տղեր պտի ծնված օրվանի սպորտը կդրածանի, թե չել ինչ տղա։ Դարնում են շուպուզնիկ են դարնում, ճիշտ եմ ասում։ Կենացը տրի ցավը տանում քեզ բարի ծառայություն։ Էդմոն, ցավը տանեմ։ Սուլաբոյի պատիվը բարձր կպահես։ Ես հո բան չեմ ասում։ Գոնե թող մեկ-մեկ տեսակցության գնա։ Բոլորի ծնողները սաղորը բերով բարդ։ Հրայրնա գնա դիմավորի շատ խոսացիր։ Դավայ։ Համեցեք։ Բարև ձեզ։ Համեցեք։ Բարև Մարգարիտ ջան, բարև։ Համեցեք։ Աստիճան ջան։ Դե, լեցրու։ Երբ Աբրամակիչ։ Բարև մարշա։ Ես էլ ապել եմ։ Այ բարև։ Ես ոնց է մեծացե։ Ես էլ մեր աբոյի տղեն եմ։ Իմ աբելի ընկերն է, իմ մոտ աշխատում։ Հորդ մասին շատ եմ լսել։ Շատ ուրախ եմ երիտասարդ։ Նմանապես։ Համեցեք, նստեք։ Նստեք։ Բարև։ Լավ էլ տեղավորվել անինան։ Դե համար չի գալ Երևան, գա ինչ անի, բապ։ Էտա։ Ձյաձ Աբրամ, ճաշի սեղանը պատրաստ է։ Գնանք մի կտոր հաց ուտենք։ Չէ, աբո։ Են հիշում ես, որ մոսոներ երկում։ Հա, չես պատմել։ Հա, ոչ չէ։ Հեր Մարգարիտ, դու էլ լսի։ Ասա Ալբերտ Եղանիչ, լսում եմ։ 92 թիվնա։ Գիշեր հա ուրեմն։ Մենք էլ դիժգերում էինք։ Սիրտս հեչ ուրախ չի։ Շուրջ բոլորը լռություն է։ Բայց զգում եմ, ինչ որ մի թուրքի շունչ է բերում քամին։ Ասի տղերք, ստեղ ասի ինչ որ մի բան իրա տեղը չի ասի։ Թուրքի հոտ եմ առնում։ Ես գուգոն թե ես ամեն ինչ կբարձենք։ Մոսո ջան ասեց մի հաշ շանսոն, մոսոն էլ մեր վասխարեն է։ Շուշի ազատագրման ժամանակ զոհ ես տղա։ Հոգին լույս դառնա։ Տղակին էլ։ Ձերմուներ շոտը։ Ես սկսեց երկել եմ։ Մի ձերմուներ, իմն էլ պակասը չի, խոսքը մեր մեջ։ Այս թե մոսոյի ձենը լավն է։ Մի խոսքով։ Մտությունը մատատ կողես դիմացինի դաշկը չի տենա, այդ տենց մութա ես մտության մեջ ես մոսոյի սենը ոնց որ մի զանգ մի երկելա երկու կես սիրեցի կյանքիս պայծառ օրերի վառ արևս խավարեցրիր անիրա Շնորհակալ եմ, բավական է։ Իսկ դուք ինչու չեք խմում։ Դες ընդհանրապես սեր չունեմ խմիչքի հետ, բայց ձեզ հետ կխմեմ։ Հաճույքով։ լուր հեռացար սիրունի էլ կյանք չունեմ կյանք
10-15 մետր են կողմից մեկը ձեն տվեց։ Ամանոլում չի կդրեցիր, երկում ես երկի։ Թուրքեր, արձետից գացիք, ենքան է տարմել բոսոյի երկում, որ չեր էլ վախենում, որ կարող եմ բարնեմ։ Բար հետո ինչ արիք եմ։ Պաստով, մի կնած։ Շատ ճաշակով թուրքեր ասել, ուրավելունը չայլ է խոսում էր, ասին գնա, ու ազգիտ որակը մի քիչ փոխիկ։ Հիշում ես մատեղ երկուներ են մոսում։ Ես նորի չանք, բլուրից, ու երկում եմ ես նորից, իմ այս երկս ոնց կտակ, հայ քաջերի հիշատակ, ամեն մեկըտ մի բլուր, ձեր հոգիներն ուրանուր, ձեր հետևից եմ սուրում, տեղս պահեք բլուրում, ամեն մեկըտ մի բլուր, ձեր հոգիներն ուրանուր, ձեր հետևից եմ սուրում, տեղս պահեք բլուրում, Իսեղ պահեք բլուրում Եթե ես ունենայի այս քաղաքը, եթե այս երկիրը իմը լիներ, եթե իմը լիներ այս երկրագնդի ամբողջ փուչ կապիտալը, ես կտայի մենակ թե հիշողությունները հանգիստ թողնեին ինձ։ Մենակ թե կարողանայի կյանքը սկսել այս պահից, նորից, առանց անցյալի ուրվականների, բայց այս քաղաքը իմը չի, ոչ մի բան իմը չի։ Ես ոչինչ չունեմ, ես ոչինչ չունեմ հիշողություններից բացի, որոնք հանգիստ կթողնեն ինձ մենակ այն ժամանակ, երբ որ ես էլ ուշ կդառնամ։ Իսկ մինչ այդ պետք է ապրել, պետք է ուղղակի ապրել, պետք է հավատալ, որ պետք է ինչ-որ բան անել, պետք է հավատալ, որ այդ ինչ-որ բանը ճիշտ է, պետք է գոնե փորձել հավատալ, որովհետև անհնար է ապրել առանց հավատի, բայց հիշողություններով։ Ու ես հավատում եմ մենակ մի բանի, պատերազմներն ավարտվում են մենակ մեռածների համար։
Դե Աբրամարկիչ, գնալու ժամանակն է։ Ես քեզանից շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ավել պակաս կներես։ Այդ ներողության կարիքը հետ չկար։ Նինային լավ կնայես, կարոտելու եմ։ Ռաֆո ջան, բարով մնաս։ Երևան եղար, անպայման հանդիպի ախպեր ջան։ Ժամանակը մենք էլ իրար հրաժեշտ ենք։ Իսկ Հասանը Աբրամ Մարկիչ։ Վերողող չա։ Այդ դրանից եմ վախենում եմ, բայց ռիսկի իրավունք չունեմ դիմել։ Իրավունք չունեմ։ Ինձ համար ամենաթանկը Սոֆին է։ Իսկ ինձ ինչ եք առաջարկում։ Ինչ պետք է ես անեմ հիմա։ Ես ժամանակին Սեթրակին ասել եմ, իմ հարստության կեսը կնվիրեմ նրան, ով որ իմ Արտուրի սպանողին կխփի։ Ինձ որ դու հարուստ մարդ ես, կասես քեզ պետք չի, ինձ էլ պետք չի։ Վերադարձիր Հայաստան, անպայման։ Միայն հարազատ միջավայրում կարող է հոգի հանգստություն տա։ Այդ հայրենիքում ես մենակ երկու բան ունեմ։ Տղուս գերեզմանը ու տանս փլատակները։ Դու կարծում ես դա քիչ է։ Սկսի փլատակներից։ Իսկ դուք ուր եք գնալու։ Գիտես, ես շատ ուշ հասկացա, ինչու տանս տեղը չես ուզում իմանալ։ Հիմա հասկացա։ Գիտես, դա շատ ծանր բեռ է հետը տանելու համար, շատ ծանր, թեթև ապրի։ Պապ, հիմա միանգամից տուն ենք գնում բա։ Հա։ Ապելին ու Գրիգին իջացրեցիք, գնանք տուն, չգնանք տուն։ Դա ճանապարհին մամայի համար ծաղիկներ վեցնենք, հա։ Մամայի։ Բա ոնց։ Դառնիկ։ Ճանապարհին իմտեղ ծաղկի խանութի մոտ կանգնի։ Եղավ Սեթրակ Վիկտորովիչ։ Ինձ թվում է, որ այն երկիրը, որտեղ որ ուսում ես պիտի շարունակես, էլ քննարկման առարկա չի, չէ՞։ Թե ուզում ես էլի Փարիզ։ Այս տանամորացում։ Այստեղ
Ամենահարմարն է, Սեդրակ Վիկտորովիչ, այստեղից էլ կարելի է վերցնել։ Գառնիկ, դիչի մի հատ լավ բուկետ վերցրեմ։ Գրիգ ջան, բաղնիքը տանուր։ Ցավը տանը։ Մերսի մամ ջան։ Գրիգ ջան։ Բարև բարես, ես դու շուտ ես վերադարձել Փարիզից։ Չէ, մի ժամ էլ չկա։ Բա Աբելը։ Հա, Սեդրակ Վիկտորովիչը ու Աբելը ինձ վերեցին տուն, իրանք գնացին։ Քորանամ ես, բա ես ինչի եմ ստե նստեմ մնացել։ Լիդա ջան, բա ես գիտեմ Աբելն եկել ա տուն, դու հետո եկել ես մեր մոտ։ Գրիգ, իսկ Սեդրակը մենակ էր։ Այսինքն։ Լավ, հեչ։ Ես քեզ կուղեկցեմ Լիդա ջան։ Դու գիտես, որ Սեդրակ աղջկան էլ հետն ա բերել, Գրիգն ասեց։ Աչքս լույս, ընդհանրապես Աբելին կմոռանա։ Լիդ, բայց դու անարդարացի ես։ Այդ մարդը ամեն ինչ անում է Աբելի համար։ Շատ հետաքրքիր է, այդ ինչ է արել։ Երեխես մենակ անտերը դուս մեծացել է։ Ու մենակ փողով չի հայրությունը։ Գիտես ինչ, Սիլվա ջան, դա հավերժական թեմա է։ Ես չեմ ուզում այդ դրա մասին խոսել։ Ավելի լավ է գնամ երեխուս ճաշ տամ։ Եղավ Լի ջան, եղավ։ Ուրեմն կգաս, կսպասեմ քեզ, գիտես որ տանը մենակ եմ։ Հա, Սիլվա ջան։ Ես եմ, ինձ լսի ուրեմն։ Ես ժամից Հասանը հանդիպում ունի։ Արդեն պայմանավորված է, երիկվա կողմ այնքան խմած կլինի, որ ինչ ուզես հետը կանես։ Ռելե, հաստատ, պետված չի։ Դες ձերս այդ բաց չթողնես, թե չէ իմ ձեռքից չես պրծնի։ Լավ, անջատում եմ, ոնց որ թե վեր կացան։ Պահը չկործնես, եթե հնարավոր է հենց այսօր էլ արա ու վերջ։ Հա։ Աչքիս հենց այսօր գիշերել կանենք մեր անելիք։ Պես պահին քո Հասանը արդեն իմ մոտ է։ Արդեն? Հա, արդեն։ Հիմա ինչ ենք անում։ Տեղը տեսածում ես գալիս եմ։ Mobile Street 25 հասցե։ I'm coming։ Գալիս եմ, կես ժամից այդտեղ կլինեմ։ Մենք հատուկ հարցաքննության սենյակ ունենք, որտեղ հարցաքննողը հարցաքննողին տեսնում է, իսկ սա չէ։ Դե կապի մեջ է։ Вставай, Хасан. Что ты? Вставай, тебе говорят. Почему? Много лет назад ты мечтал посмотреть мне в глаза, посмотреть мне в лицо и насладиться своей победой. То нашей памяти будешь тут гниться, сука! Как видишь, этого не случилось. Сейчас я смотрю тебе в глаза, я смотрю тебе в лицо. И должен тебе честно сказать, мне жаль тебя, Хасан. Ты кто такой?
Ну кто такой ты, а? Не думал я, что ты так быстро забудешь мой голос. Голос армянина, которого ты так и не сумел сломать. Ты мечтал праздновать победу на земле моих предков. Ну кто ты такой? Я тебя вообще не помню, слушай. Да, оказывается, короткая у тебя память, Асан. Помнишь, ты клялся Аллахом, что я буду жить, и что ты сломишь мой дух? Часть твоей клятвы сбылась, Асан. Я жив. А вот тебе не жить на этом свете. Тебя давно ждут врата ада. Ты не имеешь права так со мной говорить. Это нарушение прав человека, понял, да? Кто бы об этом говорил? Слушай, твой голос мне не знаком, понял? Я тебя не знаю, оставь меня в покое, а? Ты не мог меня забыть, Асан. Ты обязан был меня помнить всю свою жизнь. Забыть это лицо? Как ты мог забыть эти глаза? Не помню! Слушай, я тебя первый раз вижу. Да, Асанбек Задиев, быстро ты забыл все. А ты не забыл? Ты помнишь тех детей, которых ты накачал нефтью? Тех новобранцев, неопытных солдат, которых ты убивал и продавал их родителям? Помнишь? Все. И все эти годы я ждал вот этой встречи. Обнулишь ты движений! Перережу твою горло, сука! Перережу как барана, понял, да, сука? Шатаешь ты, Мараф. Абсос. Что случилось, брат? На тебе лица нет? Я чую, что что-то с братом плохое, понимаешь? Вестей нету от него. Да ладно, что может с ним случиться? Он ведь прошел огонь и воду. Может, просто проблемы со связью. Или сам себя сострахует. Никаких проблем нету со связью. Он просто не отвечает, не выходит на связь. Даже на электронные письма не отвечает. Не знаю, что и подумать. Ты думаешь, его поймали? Слушай, никаких официальных вестей нету. Если б его поймали, ну ты знаешь, эти армяне давным-давно бы похвастались. А как же Свистер? Он тоже не отвечает. О чем думаешь, брат? Надо действовать. Не надо замедлять. И чем скорее, тем лучше. Я чую что-то неладно. Но что, как, не знаю, не пойму. А хочешь туда кого-нибудь другого пошлем? Может, и отправим. Но не для того, чтобы наводить там справки какие-то. Я чувствую, для этого мы слишком опоздали. Теперь надо действовать. Медленно, четко и быстрее. Поняли?
շատ հեշտ մեռավ։ Շատ հեշտ։ Շատ արագ։ Շատ հանգիստ։ Ափսոս։ Ափսոս։ Если любите греть, нас уже запомнит! Смотри туда, Тамара! Ես էլ չգիտեի, թե ինչ եմ անելու։ Նախքան զգուշացնել Աբրահամ Մարկիչը իմ հաշվին իսկապես էլ մի ահռելի գումար էր փոխանցել։ 17 տարի մենակ հաց ու ջրով սնվող մարդու համար փողն էլ կորցրել էր իր նշանակությունը։ Թեև ես տեսնում էի, որ այսօրվա կյանքը փողից քանեն ժամանակ, երբ որ ես էլ բոլորի նման հասարակ քաղաքացի էի։ Ինչևէ, պետք էր մի բան անել։ Աբրահամ Մարկիչը ճիշտ էր։ Ես պետք է վերադառնայի Հայաստան։ Այդ միակ վայրն էր աշխարհում, որ ես գոնե ինչ-որ մի բան ունեմ, բայց թե ինչ, դժվար է ասել։